2013 թվականի վերջին հանրային հեռուստաընկերությունը 850 միլիոն դրամի չափով վարկը փակել չի կարողանում եւ վարկին երաշխավոր կանգնած Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այդ գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդից։ Ազգային ժողովի հակխմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցմանի պատասխան հանրայինից պարզաբանել են, ինչ նպատակով է օգտագործվել այդ միջոցները։ Պատգամավորին սակայն պարզաբանումը չի բավարարում, բացատրում է հանրային իր նպատակին չի ծառայում եւ հանրային բոլոր շերտերի արտահայտիչը չէ։ Այն իր հաղորդումները պատրաստում է հատկապես քաղաքական եւ ինֆորմացիոն հաղորդումները միակ ուղղություն վերցնելով իշխանության պաշտպանելը, բազմակարծություն այնտեղ չկա, ես հանրայինի տեղը չգիտեմ, հանրայինին երբեք քաղաքական դեբատների, քաղաքական ֆորմատների, քաղաքական մեկնաբանությունների չի հրավիրում եւ ոչ միայն ինձ, այլ ընդհանրապես ընդդիմադիր ուժերին։ Հանրայինը հանրային չէ։ Հանրայինը Սերժ Սարգսյանի կամ այսօրվա կառավարության շահերը սպասարկող կառույց է։ Եվ այդ առումով նրա գումարները ավելացնել ես չեմ համարում ճիշտ։ Այս տարվա պետական բյուջեի նախագծով հանրային հեռուստաընկերության ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ աճել է։ Հիշեցնենք, 2013 թվականին դա 5.08 միլիարդ դրամ էր, 2014-ին 5.445։ Բյուջեի նախագծով ֆինանսավորման ավելացումը պայմանավորված էր 2014 թվականի մարտին ընդունված գովազդի եւ հեռուստատեսության ու ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով, համաձայն որի հանրային հեռուստաընկերության պարգևվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, իսկ մշակութային եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը։ Սկզբունքորեն այս որոշումը ճիշտ համարող Արամ Մանուկյանը գիտի դրա իրական պատճառները։ Հենց դրա համար էլ օրենքն ընդդիմադիրներն անվանել են Փեսայի օրենք, քանի որ ինչպես արդեն հասկացանք, հանրայինի ֆինանսավորումը բարդվել է բացառապես հարկատուների ուսերին, իսկ Սերժ Սարգսյանի Փեսա Միքայել Մինասյանի ստեղծած գովազդահեռուստատեսային կայսրության համար մեծացել է գովազդային շուկայում շրջանառվող գումարների թիվը։ Հիշեցնենք, այդ օրենքի հեղինակներն էին Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ովքեր համարվում են Միքայել Մինասյանի թիմակիցները կամ այսպես ասած երիտ հանրապետականները։ Գովազդները ղեկավարվում են, նշած ես գովազդները ազատ չեն, մրցակցային չեն գործատուների համար, գովազդ տվողների համար, գովազդ պատրաստողների համար։ Բոլորին հայտնի է, որ Հայաստանում գովազդը մոնոպոլ իշխանություն է, կենտրոնացված է Բաղրամյան 26-ում եւ որևէ մեկը չի կարող այդ դաշտ մտնել։ Գովազդը Հայաստանում մենաշնորհային բիզնես է։ Այդ առումով հենց այդ բիզնեսի ղեկավարներն են որոշում, որ հեռուստատեսությանը գովազդ տան, որին չտան, որին պատժեն, իհարկե օգտագործելով այս մեթոդը ճնշիչ մեխանիզմ, ճնշող գործիք, տվյալ հեռուստատեսությունների վրա։ Կուզես ռեկլամ ունենալ, պետք է խելոք լինես։ Կուզես որ քեզ գովազդ տան արտադրողները, գովազդատուները, դու պետք է քաղաքական պատվեր ընդունես։ Այդ առումով մեր հեռուստաընկերությունների ազատությունը աղճատված է, խղճացած է։ 2013 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի հեռուստադաշտում գործում է Media International Service առաջին Sales House-ը, որին պատկանում են 4 ալիքների՝ Armenia-ի, ATV-ի, Armnews-ի եւ Շանթի գովազդային ժամանակի վաճառքի բացառիկ իրավունքը։ Պատգամավոր Լևոն Զուրաբյանը ազգային ժողովում տեղեկացրել է, ընկերությունը պատկանում է Միքայել Մինասյանին։ Այս հեռուստատեսություններից 3-ը, բացի Շանթից, միավորված են Pan Armenian Media Holding-ի հովանու ներքո, որը նույնպես պատկանում է Միքայել Մինասյանին։ Այս բավականաչափ խորամանկ սխեմայի շնորհիվ, անկախ փորձագետների գնահատականներով, Միքայել Մինասյանը տիրացել է հեռուստատեսության ողջ գովազդային շուկայի 70-ից 80%-ին, ընդ որում քանի որ գնալով գովազդատուները հրաժարվում են ուղիղ աշխատել հեռուստաընկերությունների հետ եւ իրենց գործարքները կատարում են Հայաստանի միակ sales house-ի միջոցով, մենաշնորհացման աստիճանը հաստատուն տեմպերով աճում է։ Լևոն Զուրաբյանի 2013 թվականի այս ելույթից հետո որևէ բան չի փոխվել, ընդդիմադիրները շարունակում են պնդել, ոլորտը մոնոպոլիզացված է։ Արամ Մանուկյանը սա բնորոշում է որպես դիկտատուրական քաղաքականություն, երբ ամբողջ ինֆորմացիոն, գովազդային եւ դրան սնող բյուջետային դաշտն այդ համակարգին է ծառայում։ Աշխարհի մաֆիաները ընտանեկան, ամենատարածած մաֆիաները ընտանեկան մաֆիաներն են։ Մենք խոսում ենք նույն ընտանիքի մասին։
Դուք կարող եք գումարել մի քիչ փոքր ընտանիքի մի քանի մեծանա, կտեսնեք որ եւ տնտեսությունն է այնտեղ, եւ մամուլն է այնտեղ, եւ բոլոր բնակավարները տնտեսական, քաղաքական, տեղեկատվական բոլորը կենտրոնացված, մոնոպոլացված են, մենաշնորհված են այդ ընտանիքի կողմից։ Աշխարհը քննադատում է Ադրբեջանին այդ դիրքորոշումների համար, Ալիևների ընտանիքներին, նույն բանը այստեղ է։ Հետաքրքրական է սակայն, որ նման լծակներ ու ազդեցություն ունեցող Միքայել Մինասյանով հայտնի է Միշիկ անվամբ, հանրությանն այն շրջանակներին այդքան էլ ծանոթ չէ։ Պատահական չէ, որ ընդդիմադիրները վերջինիս բնութագրում են որպես երիտ օլիգարխի, որը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, նրա մասին շատ չի խոսվում եւ չի գրվում։ Հիշեցնենք, Միքայել Մինասյանը 2008-ից 2012 թվականներին աշխատել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։ Ապա ընտրություններից առաջ գործուղվել է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ, որպես Հովիկ Աբրամյանի տեղակալ։ Ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հրամանով Միքայել Մինասյանը նշանակվել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Շատ վերլուծաբանների եւ ԶԼՄ-ների համոզմամբ այս քայլով Սերժ Սարգսյանը պատվավոր աքսորի է ուղարկել իր փեսային։